Բարև ձեզ աղջիկներ, այսօր ուզում եմ դրել իմ զգացողություններով կիսվեմ։ Իրականում զարդ էի ընտրում ու սկսեցի մտածել, տենց մեկ-մեկ ստացվում է, որ ես սկսում եմ մտածել, մտածեցի, որն է իմ ամենաթանկ զարդը։ Ես կասեի ամբողջ օրը հաշվարկ ես անում, ինչքան փող որտեղ ունես։ Կամ էլ օրը սկսում ես զարդերը տրելով, հա։ Այո, երբ եկա հեռուստատեսություն, սկսեցի ստիպված դրա մասին էլ մտածել։ Հետո սկսեցի մտածել, որն է իմ ամենամեծ ձեռքբերումը։ Երևի տարիքս էլ այդպեսին է, որ սկսեցի հաշվարկներ անել կյանքում, ինչ հաջողություններ ունեմ, ինչ երջանկություններ ունեմ ու դրա համար մի 3 ժամ ուշացար, հա։ Ամեն ինչ այսպես ասում ես, Արևիկը։ Եվ հասկացա, որ իմ ամենամեծ ձեռքբերումները, երջանկությունները եւ հատկապես զարդերը կյանքի դրանք ոչ բանկում են, ոչ էլ զարդատուփում, այլ կողքի սենյակում պարկած քնած է։ Ինձ էլ ասում է մամա, երբ արթուն է լինում իհարկե, շատ ոգևորվեցի, ուրախացա եւ կրեցի, վերցրեցի այն ականջողը, որը նվիրել է իմ որդին։ Իսկապես Վարդանիր, իսկապես հիանալի բառեր են։ Մայրական երջանկությունը չի կարելի համատել ոչ մի բանի հետ։ Ողջույն, սիրելի հանդիսատես։ Իրինա, հեռուստադիտողներ, քանի որ հեռուստատեսություն է սա։ Դե բեմից հավաքել բերեք, դրա համար ասում եմ հանդիսատես։ Եվ ոչ միայն բեմից։ Ինքան խառնվեցի, նույնիսկ մոռացա ձեզ բարևել։ Ետա բեմից բեմի։ Իսկ դուք խոսում եք, գիտեք իմ մտքով ինչ անցավ։ Հենց հիմա այսօր քանի-քանիկին երազում է մայրական երջանկության մասին, բայց եւ պատճառը ամենևին էլ առողջական խնդիրները չէ։ Պատճառը միայնակ մայր լինելու այդ կարգավիճակն է եւ այդ կարգավիճակից բխող բոլոր հետևանքները մեր հասարակության մեջ։ Բայց այդ ամենին երբ գումարվում է ամենազոր հասարակական կարծիքը, երբ պետք է Սիրանուշ տատիկներին բացատրություն տաս, եթե դու ամուսնացած չես, որտեղից ունեցար երեխա, ինչպես նա տեղյակ չէ դրա մասին, Եվ դա շատ վիրավորում է նրան հասարակությունը։ Գոնե իմանալ, Գոնե նախապես իմանալ։ Հա, դա է իրան նեղում, որ ինքը չգիտի։ Շատ լավ, իրոք, բայց հասարակական կարծիքը շատ կանանց է ետ պահում եւ միգուցե տարիներ անց ինչքան կփոշմանեն նրանք։ Ամեն դեպքում Վարդանուշի տղայի նվերը այս օղերը դարձան այսօր թեմա մեզ համար։ Մենք այսօր խոսում ենք երեխա ունենալ, թե ոչ, եթե միայնակ եք։ Կար ժամանակ, երբ միայնակ կանայք մշտապես քննադատվում էին։ Նրանց թերահավատորեն էին մոտենում, երբեմն նույնիսկ անհաջողակ համարում։ Իսկ այսօր նրանցից շատերը հասել են աստղային փառքի եւ հպարտանում են, որ ժամանակին իրենց ուսերին են վերցրել երեխայի դաստիարակությունն ու փառքով անցել այդ ճանապարհը։ Շարլիզ Թերոնը 2012 թվականին մի սևամոր տղայի որդեգրեց։ Դերասանուհին գիտակցում է ամբողջ պատասխանատվությունը եւ կրճատել է նույնիսկ իր աշխատաժամերը։ Ռուսական շոու բիզնեսի գեղեցկուհի Լերա Կուդրյավցևան 23-ամյա որդի ունի։ Լերան միայնակ է մեծացրել նրան, բայց ինչպես տեսնում եք, չի անտեսել նաև սեփական անձը, ինչպես միշտ խնամված է եւ ցանկալի։ Իր տղային միայնակ է մեծացնում նաև Արմինկան։ Յուրաքանչյուր կին պետք է մայրանա։ Ես հիմա ուղղակի առանց Ալեքսի կյանքը չեմ պատկերացնում։ Միայնակ մոր հետ ապրող երեխայի կյանքում սա շատ կարևոր է, որ ինքը իրեն կարևոր զգա, ինքը իրեն լիարժեք զգա։ Հայ միայնակ մայրերից է նաև դերասանուհի Գայանե Ասլամազյանը։ Իմ տղան իսկապես կյանքի պարգև է։ Բնությունը կնոջը ստեղծել է երեխա ունենալու համար։ Կինը պետք է մայր լինի անպայման։ Սուպերմոդել Քեյթ Մոսը չի ուզում ամուսնանալ։ Նա իր կյանքի ուղեկից է ընտրել փոքրիկ Լիլիին։ Ինչու քանդել մեր միությունը, եթե մենք լավ ենք զգում երկուսով, առանց որևէ տղամարդու, ասում է Քեյթը։ Այն բանից հետո, երբ Սանդրա Բալոկն իմացավ ամուսնու դավաճանությունների մասին, առանց երկար մտածելու որոշեց արմատապես փոխել կյանքը։ Երեխա որդեգրել։ Այդ օրվանից Սանդրա Բալոկը միայնակ դաստիարակում է սևամորթ փոքրիկին եւ համարում, որ նա ինքնին կատարելություն է։ Ռուս մոդել հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան մայրիկ դարձավ 2011-ին։ Չնայած նրան, որ ընկերը խնդրել էր հեռացնել երեխային, Մաշայի մայրական բնազդները թույլ չտվեցին անել դա։ Մաշայի խոսքով տղան միակ մարդն է, ում կյանքից շատ է սիրում։
Իմ շրջապատում էլ շատ կան աղջիկներ եւ կանայք, ովքեր միայնակ են եւ ուզում են երեխա ունենալ։ Նրանք արդեն սկսում են անհանգստանալ, իսկ տղամարդիկ սկսում են անհանգստանալ մի քիչ ավելի ուշ, որովհետեւ տարիքային խնդիր կա։ Կանայք պետք է հասցնեն ինչ տարիքում ունենալ այդ երեխան, իսկ տղամարդիկ սկսում են անհանգստանալ բավականին ուշ, որովհետեւ կենսաբանական ժամացույցները բավականին տարբեր են։ Իհարկե, հենց այդ կենսաբանական ժամացույցն է, որ կնոջ համար ահռելի արագությամբ առաջ է սլանում եւ ամեն ավելացող տարին դժվարացնում է մայրանալու խնդիրները։ Էլ չեմ ասում, որ 40 տարեկանից հետո այդ խնդիրը համարյա դառնում է անլուծելի։ Բայց չէ՞ որ կան մարդիկ, որոնք այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին։ Նրանք սպասում են, բայց դե ժամանակն էլ իրենն է թելադրում։ Ինչ անել այդ պարագայում, դիմել ընկերոջը հին կամ հուսալի ծանոթին, թե բժշկական միջամտության։ Եվ եթե այս ամենին գումարում են կրկին հասարակական կարծիքը եւ հիշում ենք այն, որ մեզանից շատերը ասում են, որ ախր մենք այդպես չենք դաստիարակվել, չէ՞, սովորենք, որ ընտանիքը պետք է երկու ծնողներն էլ լինեն եւ այլն, հարց ավելի է բարդանում։ Բայց եթե իհարկե թույլ կտակ աղջիկներ եւ մի քիչ հետո կլքեք այս տարածքը, ես ուզում հրավիրել իմ հյուրին, որի հետ խոսելու եմ ընդհանրապես ինչ վիճակ է հանրապետությունում, որքան են գնալով ավելանում են արդյոք կանայք, ովքեր արհեստական բեղմնավորման են դիմում, ինչ հոգեվիճակում են եւ մնացած բոլոր հարցերը։ Ես ուզում եմ հրավիրել Շենքավիթ բժշկական կենտրոնի բժշկական տնօրեն Դավիթ Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, մենք այսօր խոսում ենք երեխա ունենալ, թե ոչ, եթե կինը միայնակ է, ինչ եք դուք մտածում։ Ես կարծում եմ, որ այո, ունենալ, ինչու ոչ։ Հասարակական կարծիքը, որ միշտ այնքան էլ լավ չէ վերաբերվել դրան, այսօր էլ, հա, վատ են վերաբերվում։ Ու հատուկ ինչ-որ հետազոտությունների արդյունքների տեղյակ չէ, ցավոք սրտի, բայց կարծում եմ, որ հասարակությանը ավելի շատ պետք է հետաքրքրեն այն թեմաները, որոնք հասարակության համար վտանգավոր կարող են լինել։ Բայց մենք խոսում ենք Սիրանուշ տատիկները եւ մարդիկ, ովքեր Դա էլ իրենց իրավունքն է, կարող են խոսել, բայց եթե կինը որոշել է երեխա ունենալ, սրա մեջ հակահասարակական բան ես չեմ տեսնում, որը կարող է հուզել հասարակությանը, ասենք ինչ-որ վտանգներ չկան այս երևույթի մեջ։ Այլ բան է, երբ որ միայնակ կանայք շատանում են եւ հետո նրանք բոլորը ծննդաբերում են առանց ընտանիք կազմելու եւ այլն, դա արդեն սոցիոլոգիական այլ խնդիր է առաջացնում։ Իսկ քանակական շարժ կա, հա։ Եթե համեմատեք օրինակ տարիներ առաջ եւ այսօր, որքան կանայք են դիմում ձեզ արհեստական բեղմնավորման համար։ Հա, մասնավորապես Շենքավիթ բժշկական կենտրոնի տվյալներից մի քանի բան ասեմ, այո։ Հա, ձեզ ես նկատեցի։ Շենքավիթ բժշկական կենտրոնի մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք դիմող կանանց, 5-8%-ն են, որոնք միայնակ կանայք են, այսինքն չունեն գրանցված ամուսնություն, քաղաքացիական ամուսիններ, չունեն տղամարդ, որ իրենց կողքին են եւ այլն։ Մնացածի դեպքում ուղղակի խնդիր կա, որ դիմում են։ Բնականաբար, այո, բայց կինը ուզում է արհեստական տեխնոլոգիաների, այսպես ասած, օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մայրանալ եւ դա իր իրավունքն է, դիմում է բժշկական կենտրոն, մենք նրան օգնում ենք։ Բայց այդպիսի կանայք շատ չեն։ Նման դեպքում տարիքային սահմանափակում չի նախատեսված, այսինքն կինը կարող է դիմել բժշկական հաստատություն, ասենք 18 տարեկանից բարձր այնքան ժամանակ, քանի դեռ գիտենք, որ 40-ից հետո բարդանում է, անհնար է։ Այսինքն նկատի ունենք, որ գալիս է մի տարիք, երբ կինը լրջորեն արդեն մտահոգվում է, թե ինչ է սպասվում ապագայում, այդ տարիքի մասին է խոսքը։ Ո՞րն է այդ տարիքը։ Ամեն կին ինձ թվում է ինքն է որոշում իր այդ տարիքը, բայց կենսաբանական առումով, այսպես ասենք, 40 եւ ավելի արդեն մտահոգիչ է։ Չնայած մենք ունեցել ենք նաև դեպք, ինչի մասին կուզենայի ասել, 51 տարեկան կինը, որը երկար տարիներ երեխա չէր ունեցել եւ այլն, մեր բժիշկների աշխատանքի արդյունքում հղիացավ, ինքնուրույն ծննդաբերեց, ինչը իհարկե այո, ինչը չի կարող օրինաչափ համարվել, դրանք ավելի շատ բացառություններ են։ Ես դա ուղղակի օրինակի համար Բայց նաև ռիսկային էր, չէ՞, բժշկի կողմից թույլ տալ ինքնուրույն ծննդաբերելը։ Չէ, ռիսկային է այն պարագայում, երբ որ կան հակացություններ, որոշակի առողջական խնդիրներ եւ այլն, բայց եթե չկան առողջական խնդիրներ, միայն տարիքը ինքը չի կարող հակացություն համարվել։ Շատ լավ, լինում է, որ կանայք գան եւ ասեն, ուրեմն դե եթե արհեստական, պատվիրում եմ։ Լինի այսպիսի մազերով, աչքերով, Ալեն Դելոնի կապիտաշկերով, նման մարմնով, հա։ Կա նման բան։ Ցանկացած բժշկական կենտրոն, ով ունի, ասենք, սպերմայի բանկ, ինքը որոշակի անտրոպոմետրիկ եւ այլ բժշկասոցիալական, այսպես ասած, հանգամանքները հաշվի առնելով
հավաքում է իր բանկը, այսինքն դոնորներ, որոնք պետք է համապատասխանեն որոշակի պահանջների, հա։ Հիմա մի դոնորը կարող է կապուտաչիա ատլետիկ կազմվածքով երիտասարդ լինել, մեկ ուրիշը կարող է լինել։ Բայց ախր դա չի հսկվում, չէ։ Իսկ դա հատուկ բանկ խելոքների։ Դա չպետք։ Դուք պատկերացնում եք IQ-ի քննությունը չի մտնում հատուկ։ Դուք պատկերացնում եք Չկա այդպես։ մի հաճախորդ, չգիտեմ ոնց անվանեմ, հաճախորդ, հա։ Ձեզ դիմի ասի այսպես, հաճախորդ եւ հիվանդ դրանք լավ բառեր չեն։ Եվ այդքանից հետո բայց ձեր նյարդերի վրա լավ ազդած լինի, ասեք դե տեսեք հիմա դες, ու լրիվ հակառակ։ Վատություն անեմ, ասեք Դելմոնդոյի փոխարեն ասեք, կամ ասեք Ալեն Դելոնի փոխարեն Մարլոն Բրանդոյի նման։ Չէ, այդպիսի բան բնականաբար բացառվում է, նույնիսկ ասենք այդ այսպես գիշերային ինչ-որ երազներ վախենալու բան, այդպես ոչ մի մասնագետի մտքով չի անցնի այդպես։ Իրականությունը հետևյալն է, կնոջ իհարկե նախասիրությունները հաշվի են առնում, քանի որ անհայտ դոնոր հասկացությունը բժշկական կենտրոնում այնքան էլ անհայտ չէ։ Մենք մեր դոնորներին գիտենք։ Իսկ իրավական հիմք ունի այս ամենը։ Իհարկե։ Ինչա պայմանագիր են ստորագրում։ Ոչ միայն պայմանագիր, եթե դոնորը հայտնի է, ապա օրենքը պահանջում է պայմանագրի ուրեմն արկայություն, ընդ որում այդ պայմանագիրը պարտադիր նոտարական վավերացում է պահանջում։ Եթե անհայտ դոնորի այսպիսի իրավաբանական ձևակերպում կա, ապա որևէ պայմանագիր չի պահանջվում առհասարակ։ Ուղղակի կնոջ էլի եմ ասում, նախասիրությունները կարող են հաշվի առնել։ Իսկ կնոջ հետ ինչ պայմանագիր է կնքվում։ Կինը պայմանագիր է կնքում բժշկական հաստատության հետ։ Դա ներքին փաստաթուղթ է, որը նոտարական վավերացում չի պահանջում։ Իսկ իրավաբանական ուժ ունի։ Իհարկե։ Իսկ եղել է դեպք, որ դոնորները ցանկություն են հայտնել գոնե իմանալ ինչ երեխա է կամ տեսնել իրենց բալիկին մի խոսք։ Այո, նման դեպքերում մենք ասում ենք այն ինչ որ ուզում է մարդը, իհարկե կատակի են վերածում, բայց իրականությունը հետևյալն է, երեխայի սեռը որոշել չի կարելի, հա, օրենքը արգելում է երեխայի սեռը որոշել երարտադրական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ընթացքում ամբողջ, իսկ թե ինչ սեռի երեխա կստացվի, դա արդեն բնության գործն է եւ այդտեղ որևէ ասենք քանի որ հավանականությունը գրեթե 50-50 է, ոչ մեկ չի տուժում։ Պարոն Մխիթարյան, եւ վերջին հարցը, ձեր շրջապատում արդեն ոչ իբրև բժիշկ, որպես մարդ, շատ մարդիկ կան, ովքեր դիմում են արհեստական բեղմնավորմանին։ Անձամբ իմ շրջապատի մարդիկ մի քիչ ավելին են սվան են որոշակի են դրված եւ հետո դուք ամեն դեպքում PR-ը կազմակերպում եք, չէ՞։ Այո, ես կողմնակից եմ, որ մարդիկ ունենան երեխաներ, ես շատ ինձ համար շատ հաճելի է, որ որևէ մեկը որոշում է եւ վստահում է մեզ իր առողջությունը, այդ իմաստով ռեպրոդուկտիվ առողջությունը եւ արդյունքում երբ որ երեխա է ունենում անկախ հասարակությունը ինչ է դրա մասին մտածում, ես անձամբ ուրախանում եմ։ Բայց վերջում ուզում եմ մեր խոսակցությունը ավարտենք այն մտքով, որ ամեն դեպքում հասարակության կարծիքը շատ է, չէ, փոխվել։ Այսինքն այսօր դա համեմատաբար է։ Գիտեք ինչ, դրանում շատ մեծ է նաև լրատվամիջոցների դերը եւ այլն, այսինքն 20-30 տարի առաջ առհասարակ որևէ մեկը դրա մասին երևի թե չգիտեր, բացի նեղ մասնագետներից։ Այսօր հասարակությունը արդեն քննարկում է, որքանով է դա բարոյական։ Այ քանի տարի է, որ Հայաստանում այս ամենը իրականացվում է։ Հայաստանում, եթե չեմ սխալվում, շուտով 10 տարին կլրանա, երբ որ երարտադրական տեխնոլոգիաների ուղղությամբ աշխատանքներ են գնում, մեր կենտրոնում արդեն 4 եւ ավելի տարիներ է գործում այս ծառայությունը եւ կարծում եմ, որ այս բժշկական, ասենք, այս տեխնոլոգիաների, այս ճյուղը դեռ շատ մեծ ճանապարհ է անցնելու, իհարկե, շատ արագ է զարգանում, որպես նոր գիտություն, ինքը շատ արագ է զարգանում։ Շատ լավ, շնորհակալություն, հիշեցնում եմ, որ իմ հյուրներ Դավիթ Մխիթարյանը, Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկական տնօրենը, մենք շարժվում ենք առաջ եւ այսօր խոսում ենք երեխա ունենալ թե ոչ, եթե միայնակ եք։ Միայնակ կանայք կան ամենուրեք, անգամ համաշխարհային մեծության աստղերի մեջ։ Օրինակ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կիմ Բեսինջերը մայր դարձավ 40 տարեկանում։ Մադոննան ավելի վաղ դիմեց այդ քայլին եւ մայրացավ 36 տարեկանում, բայց 4 տարի անց նա ունեցավ իր երկրորդ երեխային, որդուն։ Եվ ինչի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը դարձնել, որ ոչ մի զարմանք դա չառաջացրեց, ոչ մի ավելորդ խոսակցություն չառաջացրեց։ Ընդհանրապես լավ սենսացիա եւ նաեւ որոշակի
Աժիոտաժ այդ աստղի շուրջը։ Ինչ Ավելի հանրաճանաչ դառնալու առումով։ Այո, ինչը չես կարող ասել մեր հայուիների մասին, մեր հարևանուին դա լինի, մեր ծանոթը դա լինի, այսինքն ինչ է ստացվում, որ համաշխարհային աստղերին, այսինքն աստղերին կարելի է, իսկ սովորական կնոջը ոչ։ Բոլոր ժամանակներում կնոջ գլխավոր առաքելությունը համարվել է երեխա ունենալը։ Իսկ ինչպես իրականացնել այդ գլխավոր առաքելությունը, եթե բեմադրող ռեժիսորը կամ եթե կուզեք անվանեք նրան երկրորդ կես, պարզապես չկա ձեր կյանքում։ Շատերը շարունակում են սպասել, իսկ ոմանք մայրանում են առանց ամուսնու։ Եթե այս մտքերը սարսափեցնում են ձեզ, ուրեմն դուք արդեն մտովի տեսնում եք հարևան Սիրանուշ տատիկի դեմքի դժգոհ արտահայտությունը։ Կունենաք երեխա թե ոչ, առավոտից մինչև ուշ երեկո ինքնաբռած կզբաղվեք տնային գործերով, թե կաշխատեք, միևնույն է։ Սիրանուշ տատիկներ միշտ էլ լինելու են։ Ոչ ոք չի գնահատի զոհաբերության այն գինը, որ ստիպված եք վճարել, եթե միայնակ եք, եւ այնուամենայնիվ որոշել եք մայրանալ։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն օգտվել վերարտադրողականության օժանդակ միջոցներից։ Չէ, Արհեստական ոչ մի բան իրական չի։ Ես էլ եմ մեծացրել միայնակ ծնողը։ Անշուշտ լինելով։ Կան կանայք, որոնք կցանկանան, բայց երևի հասարակությունը չի ընդունում այդ փաստը։ Ինչ իմանալ ունենա, ինչ երեխա կծնի, ինչ մարդ կլինի։ Իրավունք ունի երեխա ունենալու, սերունդ առնելու։ Իհարկե պետք է ունենա։ Յուրաքանչյուր կին պետք է մայրանա։ Յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, պետք է զգա այդ մայրության բերկրանքը։ Ըստ վիճակագրության, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մայրերի 33%-ը չամուսնացած կանայք են։ Ռուսաստանում պաշտոնական տվյալների համաձայն միայնակ մայրերը 30% են կազմում, իսկ Շվեդիայում նրանց թիվը հասնում է 54%-ի։ Իրականում ամբողջական ընտանիքի մասին երազում են բոլորը, սակայն հաճախ ստիպված են լինում կանգնել այս հարցի առջև՝ ունենալ երեխա թե ոչ, եթե միայնակ ես։ Աղջիկներ, ես ուզում եմ ասել, որ այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր անտեսելով տարբեր տեսակի խոսակցությունները որոշում են կայացնում եւ միայնակ մայր են դառնում։ Այդպիսի մի մայրիկ այսօր իմ հյուրն է։ Նրան բոլորը ճանաչում են, դրա մասին բազմիցս խոսվել է, բայց այսօր նա մեզ կպատմի շատ հետաքրքիր բաներ։ Եվ այսպես ես ուզում եմ հրավիրել Արուսիկին, որին բոլորը ճանաչում եք, ինչպես DJ Վակցինա։ Ողջույն Արուսիկ, ինչպես է։ Շատ լավ, շնորհակալություն։ Արուսիկ, ասում են, որ մարդկանց մեջ ամենամեծ վախը, որը կա, դա միայնակ մնալու վախն է, միայնակ լինելու վախն է։ Միգուցե հենց դա եղավ պատճառը, որ դու որոշեցիր մայր դառնալ։ Չէ, իմ մոտ այդ չէր առաջնակարգ խնդիր, այսինքն ընդհանրապես չեմ էլ մտածել ֆիքսվել այդ թեմայի հետ կապված, միայնակ կմնամ, թե ինչ, որովհետև սենց տնես պատկերացնում եմ, որ իմ կյանքում պետք է լինի հարազատ մարդիկ, երեխա, ընտանիք, հա, հետագայում ամուսին եւ ինչ որ վախ նմանատիպ դեռևս չկա, որովհետեւ ես ընդամենը այն ժամանակ 27 եմ, հիմա 28 եմ, բայց երեխա ունենալու հետ կապված կոնկրետ առողջական խնդիրներ կար։ Այսինքն ես 7 տարի բուժվել էի եւ բավականին մեծ վախեր կար հենց դրա հետ կապված, այսինքն հետագայում ինչ որ որոշակի խնդիրների առաջ, ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնելու եւ քանի որ խելացի որոշում բուժումը, այո, վերջի 2 տար շնորհակալ եմ։ 2 տարվա ավելի պրոդուկտիվ եղավ, իսկ ստացվում է այնպես, որ մինչ այդ ես սխալ էի ուղղակի բուժվել եւ առհասարակ խնդիրներ ունենալու ապագայում եւ որոշեցի, որ իմ երազանքը, որովհետեւ իրականում երեխա ունենալը իմ համար շատ մեծ երազանք էր։ Բրավո։ Երեխա ունենալ եւ չվախենալ առհասարակ Երբ թե մեր իրականության մեջ ավելի շատ կանայք եւ աղջիկներ վախենում են այդ քայլին գնալ, եթե նույնիսկ մտածում են, որ միգուցե կյանքում դեռևս չդասավորվի, հա, ընտանիք ունենալ կամ երեխա, ինչ որ խնդիրներ կամ կարիերային անկան չեն հանդիպել դեռևս այդ տղամարդուն եւ նրանք վախենում են ինչ որոշակի քայլ անել։ Բնականաբար շատ դժվար է միայնակ մայր լինել, որովհետեւ ամենամեծ դժվարությունը ո՞րն է դա, այսինքն ֆինանսական կենցաղային է թե հոգեբանականն է։ Երկու դժվարությունն էլ, այսինքն երկու խնդիրն էլ գերխնդիր է այս դեպքում, որովհետեւ թե պետք է հասկանաս, որ ամբողջական կենցաղային, ֆինանսական եւ բոլոր հարցերը հոգ տանելը մնում է քո վրա, եւ երկրորդը բնականաբար հոգեբանական,
թե ինչ որ չափ հասարակության կողմից, չնայած որ ասեմ, որ իմ համար բավականին անակնկալ էր այն, թե ինչքան լավ ընդունվեց այդ ամենը հասարակության կողմից։ Իրականում շատ քիչ մարդկանց կողմից կարելի էր լսել ինչ որ բացասական կարծիք կամ քննարկում, քննադատում, եւ շատ մարդիկ պարզապես ինձ նաեւ ինչ որ առումներով նույնիսկ բայց ի սկզբանե երբ այդ որոշումը կայացնում էր, երևի ենթադրում էր, չէ՞, որ խոսակցության թեմա է ստալի շատ։ Մտածում էի եւ վստահ էի, որ շատ ավելի բարդ է լինելու եւ այնուհետեւ պարկասո մարդիկ ավելի ըմբռնելով մոտեցան հարցը եւ իմանալով նաեւ իհարկե պատճառները, որովհետեւ ես ունեի լուրջ հարգելի պատճառ երեխա ունենալու։ Բայց նույնիսկ եթե չունենայի հարգելի պատճառ, կարծում եմ այո։ Այ հարցազրույցներից մեկում դու ասես, որ երեխան տղա դա քո հաղթանակն է։ Ինչ նկատի ուներ հաղթանակ ինքդ քո թե քարացած կարծրացիպերի տենց նկատմամբ։ Հաղթանակ նախ եւ առաջ առողջական առումով, որովհետեւ իրականում սա իմ համար իրականում մեծ հաղթանակ էր, որին որ ես նույնիսկ չէի հավատում։ Ժամանակ էր եկել, որ իմ պեսիմիզմը այնքան էր խորացել այս թեմայի հետ կապված, որ ես իմ համար սա այնպիսի մի անակնկալ էր լավ իմաստով եւ երջանկանալու առիթ էր, որ հաղթանակի պես ես տարա, այսինքն հաղթանակ նույնիսկ առողջական եւ ֆիզիոլոգիական առումով, հաղթանակ բնականաբար կարծրատիպերի դեմ եւ հաղթանակ այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ չէին հավատում, որ կակինը իրականում կարող է վերցնել այդ մեծ պատասխանատվությունը իր վրա եւ անել քայլ եւ պատվով դուրս գալ այդ ամեն ինչի միջից, որովհետեւ իրականում շատ դժվար է, երբ որ դու սկսում ես բախվել որոշակի կարծրատիպերի հետ, բնականաբար, եւ այդ դեպքում փորձում ես շատ բանի առաջ աչքերդ փակել, ուղղակի հասկանալով, որ իրականում ոչ մի բան չի կարող քեզ խանգարել այն մեծ նպատակին հասնելու եւ իրականում երեխա ունենալը, այստեղ ոչ թե իհարկե նպատակ է, այլ ուղղակի այնպեսի մեծ, չգիտեմ, սրբություն, ցանկություն է, որ իմ համար ոչ մի բան չի կարող խանգարող հանգամանք դառնալ այս դեպքում։ Ես ուզում եմ, եթե կարելի է Իրա ջան, մի հարց տալ, խնդիրը ոչ թե արդեն հասարակությանն է, այլ անձամբ ձեզ է վերաբերում։ Դուք մտածում եք այն օրվա մասին, երբ ձեր բալիկը կասի, մամա, այս կուր է պապան։ Մինչ այդ պահը, երբ որ երեխան արդեն գիտակից կդառնա, ես կփորձեմ, որ նրա համար կյանքում ոչ մի ինչ-որ խոչընդոտ չլինի, հա, հոգեբանական եւ այն եւ այն։ Այսինքն նա չտա այդ հարցը եւ եթե նույնիսկ դեռևս այդ ընթացքում չլինի Արես Իգլիսի ամենակարևոր բանը դու արդեն ալես երեխա ունեցես, հիմա թուլացի, հանգիստ, երիտասարդ ես, վայելի, գտի քո երկրորդ կեսին, որ արդեն երբ այդ հարցը հասունանա, երեխան նույնիսկ հարց ուզում էի ասել։ Այդ կամ բան։ Բայց ասեմ, որ իրականում շատ բարդ է շատ առումներով, հա, հոգեբանական եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ իհարկե ապագայի հետ կապված, որովհետեւ մարդիկ մեկ-մեկ իմ ընկերները սկսում են ինձ կատակի թեմա դարձնել այդ թեման, որ ես նույնիսկ արդեն մտածում երեխայի ամուսնության, օժիտի, չգիտեմ, տան, մեքենայի, այսինքն ես հիմա արդեն շատ ավելի առաջ եմ նայում, ոչ թե այդպես եմ եղել նաեւ բնականաբար երեխան պլանավորելուց ունենալուց։ Այսինքն ինչպես ես որոշել, պլանավորել, այդ հասկացանք դժվարություն շատ չես ունեցել, որտեղ որոշումը ինքդ կայացրել ես, հարազատներդ, ընկերներդ նույնիսկ ողջունել են, իսկ դժվարություն արդյոք եղել է այդ արդեն ճանապարհին, թե ինչպես էր իրականացնում այդ որոշումը։ Առողջական, իրեն ոչ, այսինքն շատ դժվար էր այն առումով, որ ես քանի որ ֆինանսապես լրիվ անկախ եմ բոլորից, այսինքն ես վերջին 16 տարեկանից ֆինանսապես անկախ եմ։ Բայց իրոք դա շատ կարևոր հարց է, շատ կանայք կան, որ չեն կարող պարզապես։ Նաև իսկ եթե ֆինանսական խնդրի հետ կապված։ Դե հա։ Եվ եթե ես ունեմ մի ինչ-որ չոփ կամ ինչ-որ մեծ բան, ապա դա ես եմ հաստատ անում իմ կյանքում։ Եվ վերցնել պատասխանատվություն, թե հղիության ընթացքը ոնց կընթանա եւ դու կարողանաս այդ ընթացքում աշխատել, թե չէ։ Ես ասեմ, որ մինչև ծննդատուն գնալը ես աշխատել եմ, մինչև վերջին օրը, եւ երեխա ունենալուց հետո էլ 10 օրից հետո նույնպես դուրս եմ եկել։ Երեխան ականջակալներով ծնվեց։ Ես պատկերացնում եմ, թե ինչ գործունեություն պիտի լինի նաև ձեր փոքրիկը։
Ես հիմա կոնկրետ որպես այդպեսին օգնող, հա, երբեմն դայակ, երբեմն իմ մայրիկը, բայց այնուամենայնիվ գտնում եմ, որ եթե ես վերցել եմ իմ վրա այդ պատասխանատվությունը երեխա մեծացնելու, դեպի պետք է շատ հաճախ լինեմ ինքս որպես խնամող, ոչ թե հաճախ։ Ես շատ մեծ ժամանակ հատկացնում եմ հենց նրան, այսինքն օրվա մեծ մասը, իսկ աշխատանքը արդեն փորձում եմ այնպես դասավորել, որ կամ նրա քնած ժամերին է լինում, Այսինքն դու չես քնում։ Ես չեմ քնում, հա, ես շատ քիչ եմ քնում։ Բայց տեսքդ շատ լավ է չքնող Փորձում կնոջ համար։ Շնորհակալ եմ։ Դե ինչ շնորհակալություն հայտնենք Արուսիկին այս հաճելի զրույցի համար, այս պոզիտիվի համար, նաև մեր հիացմունքը, այո, այս իմ կողմից, այս պոզիտիվը, որ այսօր բերեցիր քեզ հետ միասին, մաղթենք քեզ հաջողություններ եւ իհարկե առողջություն քեզ եւ քո բալիկին, շատ շնորհակալ եմ։ Եկավ ժամանակը իմ խորագրի, կանայք ովքեր փոխեցին աշխարհը, բայց պիտի ասեմ, որ իմ այսօրվա հերոսուհին ուղղակի աղերս չունի մեր թեմայի հետ, որովհետև նա երջանիկ կին է եղել, երջանիկ մայր է եղել եւ նույնիսկ կարողացել է իր ժամանակի մեջ մնալ որպես ազդեցիկ եւ հայտնի կին։ Բայց մեր հերոսուհիներն էլ են այսօր երջանիկ։ Նկատի ունեմ միայնակ մայր լինելու հանգամանքը։ Բայց պատմությունը սկսեմ ինտրիգով։ Ընդունված է, որ աշխարհում առաջին կին դեսպանը եղել է Ալեքսանդրա Կոլոնտայը, ում դիվանագիտական գործունեությունը սկսվել է 1923 թվականին, երբ նա նշանակվել է արտագարկ եւ լիազոր դեսպան Նորվեգիայում, սակայն Դե դուք այնպես սկսեցիք չասես, հա, որ էլի հայի մասին ես պատմել։ Իրա ջան, ինչպես չասեմ, եթե դա փաստ է եւ իրականություն։ Այսինքն նա էլ է հայ։ Այո։ Եվ ես շատ մեծ հաճույքով պիտի այստեղ ասեմ, որ նրանից 3 տարի առաջ 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունը ուներ արդեն իր կին դեսպանը եւ նա Դիանա Աբգարն էր։ Նրա մասին տեղեկությունները ասեմ, որ շատ քիչ են, որովհետև նույնիսկ ծննդավայրի հետ կապված ոչ միայն տարբեր քաղաքներ են ասում, այլև տարբեր երկրներ, Հնդկաստան ու Չինաստան, բայց դա չէ կարևորը։ Կարևորը այն է, որ նրա նախնիները նոր ջուղայեցիներ են եղել, եւ նա նաև ամուսնացել է իր ամուսինը նոր ջուղայեցի է եղել, հայտնի գործարար, հիմա այդպես կասեին, Միքայել Աբգարյանը, Մայքլ Աբգարը, եւ նրա հետ ամուսնանալը դարձավ շրջադարձային Դիանայի համար, որովհետեւ այդ կինը կարողացավ եւ ամուսնու ունեցվածքը, հարստությունը եւ ազդեցիկ դիրքը օգտագործել մի նպատակով։ Օգնել հայրենիքին, որտեղ նա ընդհանրապես չի եղել։ Նա ընդհանրապես Հայաստանում չի եղել, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում իր ուշադրության կիզակենտրոնում է եղել հայրենիքը։ Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ դրանից հետո նա ճապոնական մամուլում հոդվածներ էր գրում հայ ժողովրդին պատուհասվող արահավիրքի մասին։ Բացի անգլերենից եւ ֆրանսերենից, հայերեն իհարկե հրաշալի է իմացել, նա ազատորեն տիրապետել է չինարենին, հնդկերենին եւ ճապոներենին։ Ապրել են Ճապոնիայում։ Ամուսնու հետ սկզբում Կոբե քաղաքում, իսկ ամուսնու մահից հետո իրենք տեղափոխվել են Յոկոհոմա քաղաքը։ Եվ նրա հյուրընկալ տանդրները բաց էին ոչ միայն բարձրաշխարհիկ հյուրերի առջև, այլև հայ գաղթականների։ Գաղթականները հասել էին մինչև Ճապոնիա, շատերը առանց փաստաթղթի, նրանց փաստաթղթերի ձևակերպումը, նրանց տեղափոխումը Ամերիկա, որտեղ շատերը ուզում էին տեղափոխվել Ամերիկա։ Այդ բոլորը անում էր Դիանա Աբգարը, իսկ նրա գրասենյակը դարձել էր հայ օգնության կենտրոն։ Եվ բնական է, որ այսքանից հետո Հայաստանի առաջին հանրապետությունը ճիշտ գնահատեց նրա աշխատանքը եւ հուլիսի 2-ին նրան նշանակեց ներկայացուցիչ եւ գլխավոր հյուպատոս հեռավոր արևելքում եւ Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Մեզ է հասել Հայաստանի առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը, որտեղ նա իր շնորհակալություն է հայտնում այդ մեծահոգի հայուհուն այն օգնության համար, որ նա ցուցաբերել է իր հայրենիքին։ Իդեպ ասեմ, որ սա այն եզակի դեպքերից է, երբ մարդու աշխատանքը գնահատվում է եւ յուրայինների եւ օտարի կողմից։ Ես ուզում եմ մեջբերել Հիդե Հարու Նակաջիմայի գնահատանքից մի փոքրիկ հատված։ Հասանեցիք արդեն դա մեծ բան է։ Այո, Դիանա Աբգարը միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին, ասել է նա։ Իսկ ամենայն հայոց Գևորգիե կաթողիկոսը ըստ արժանվուն գնահատելով Աբգարի գործունեությունը 1926 թվին արժանացրեց նրան հատուկ կոնդակի հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար։ Ահա այսպիսի հայուհի
ես կասեի կատարյալ հայուհի, ով փորձել է եւ կարողացել է փոխել աշխարհը, թեկուզ մի քիչ, մի փոքր, բայց դեպի լավը։ Դիանա Աբգար։ Դիանա Աբգար։ Որ աղջիկ ունենամ անունը Աբգար եմ, դե Դիանա եմ դնել։ Ու թող չասեմ, որ դա Դիանա Արքայադստեր անունով է։ Իմիջիալոց նրա իսկական անունը Անահիտ է եղել։ Առաջինը Անահիտ կդնես, երկրորդը Դիանա կդնես։ Անահիտ Դիանա Աբգար։ Եվ չորրորդը Կարին է։ Տիկին Խոդիկյան, շատ շնորհակալություն, ամեն անգամ ձեր միջոցով բացահայտում ենք եւս մի կին, երջանիկ ուժեղ եմ զգում սիրելիներս ու ուզում եմ հիշեցնել, որ այսօր օրն է մեր թեթև կյանք խորագրի։ Եթե հիշում եք, խորագրի անցած հաղորդման ժամանակ մենք հաշվեցինք մարմնի զանգվածի ինդեքսը ու որոշեցինք ով պիտի նիհարի, իսկ ով պիտի քաշը ավելացնի։ Ու հասկացանք, որ Իրան իդեալական կին է։ Այո, եւ այս խորագիրը իրեն չի վերաբերում, ինքը մեր օրինակելին է։ Բոլոր նրանց, ովքեր արդեն դա արեցին, հիմա անցնում ենք քայլ երկրորդի, մենք անցնում ենք ավելի կոնկրետ գործողության եւ էլի պիտի դե զարմացնեմ, ես չեմ սահմանափակելու ձեր կերած կարտոֆիլի քանակը կամ ասենք յուղոտնասերենի քանակը, այս փոքրիկ քայլով պետք է խնդրեմ ձեզ, որ ձեր օրվա ռեժիմի մեջ ավելացնեք նախաճաշը։ Արևիկ, օրինակ դու նախաճաշում ես։ Հիմնականում ոչ։ Այո։ Իմիջիալոց ուշադրություն դարձեցիք, ինձ չտվեց այդ հարցը։ Հիմա ինձ տու այդ հարցը թող հանդիսատեսը չէ, հերոստադիտողը լսի, դե հարց։ Իրա, իսկ դու նախաճաշում ես։ Ոչ, ես չեմ նախաճաշում։ Շարունակի։ Տիկին Խոդիկյանից դու։ Անպայման։ Որովհետև Տիկին Խոդիկյանը մինչև նոր տարին եկել է իմ մոտ եւ այս քայլը արդեն անցել է։ Զգացեք տարբերությունը սիրելիներս։ Այն դասի չեմ գնացել բացի։ Եվ հիշեք, որ նախաճաշը պարտադիր է։ Մեծերին, հատկապես փոքրերին դպրոցականներին, երբ դուք նախաճաշում եք, ձեր աշխատունակությունը շատ ավելի բարձրանում է, կենտրոնացում է, հիշողությունը լավանում է, աշխատունակությունը բարձրանում է։ Բարձրանում, բայց շատերը ասում են, որ եթե նախաճաշում եմ, շատ արագ նորից սովածանում եմ։ Նորմալ է, որտեղ պիտի նախաճաշել, հետո ճաշել։ Սիրելիներս, նիհարում ենք ոչ թե սովածանալով, այլ նիհարում ենք ուտելով։ Այդտենց թանկ ենք նստում մեր վրա է։ Ավելի թանկ նստենք, քան հետո դեղերին եւ հիվանդությունների համար վճարենք ավելի թանկ։ Եվ հիշեք ամենակարևորը, որը ձեր մոտիվացիան ավելի կբարձրացնի, ինչքան լավ նախաճաշ եք անում, այնքան երեկոյան ավելի քիչ եք սովածանում։ Այսինքն եթե դուք չեք նախաճաշում, ես կարող եմ վկայել։ Դուք երեկոյան ուզում եք ուտել շատ ավելի շատ։ Շատերը պատճառաբանում են, որ ժամանակ չունեն, չեն հասցնում մի հատ խնձորը, մի փոքրիկ բուտերբրոդը, մի փոքրիկ կատնաշոտ թվասերը կարող են ծառայել արդեն նախաճաշ։ Սկսեք քչից, հետո կարող եք արդեն անցնել հիմնական մեծ նախաճաշերի։ Հիշեք, որ նախաճաշը ուտում ենք ինքնուրույն, ճաշը կիսում ենք ընկերոջ հետ, իսկ ընթրիքը տալիս ենք ամբողջությամբ թշնամուն։ Մենք ուրեմն սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ կանայք ընթրիքը հիմնականում տալիս են իրենց ամուսիններին։ Դա որպես վատություն։ Հետևությունը թողնում է։ Եթե դուք ամուսիններ ունեք, տվեք ամուսիներին, եթե չէ, ուրիշ թշնամի ունեք, բայց գոնե չունենաք ամուսիններ, այլ ուրիշ թշնամի, եթե ունեք։ Ոչ թե ամուսիններ, այլ մեկը լինի։ Այսպիսով մենք 4-ով փորձեցինք թեթևացնել ձեր կյանքը եւ հիշեք սիրելիներս, մեր հաջորդ քայլը ամեն օր նախաճաշ ավելացնելն է։ Խաշ կարող եք ուտել ցուրտ օրերին, խաշը շատ լավ նախաճաշ է, լավ։ Կամ հարիսա։ Սրտը կամ հարիս։ Ոչ մի սահմանափակում որակական, քանակական չկա։ Իսկ մի հարց է, հենց արթնանալուց անմիջապես հետո թե ինչ-որ ժամանակ պետք է սպասել։ Եթե դուք ունեք ժամանակ, կարող եք մի քիչ սպասել, որտեղ օրգանիզմը դեռ չի հասցրել արթնանալ, բայց եթե դուք չունեք ժամանակ, կարող եք ընթացքում, արևի։ Չէ, ընթացքում ուտելը ամենասխալ բանն է, ուտելուն պետք է տրամադրել ժամանակ, սիրելիներս, կերեք երկար դանդաղ ծամերով, առանց շեղվելու, առանց հեռախոսների եւ կոմպյուտերների։ Եվ եկեք չմոռանանք, թե այսօրվա մեր թեման ինչ է։ Կարող է կինը լինել մայր, երբ կինը միայնակ է։ Լրիվ մոռացել։ Մոռացել եք, շեղվել։ Լրիվ դրել էր։ Եվ այսպես սիրելիներս վերադառնանք մեր հաղորդման բուն թեմային, եւ ես ուզում եմ այսօր հրավիրել տղամարդու, որը այնքան էլ կողմ չի, որ միայնակ կինը դառնում է մայր։ Եվ այսպիսով դերասան Գրիգոր Հակոբյան։ Խնդրեմ, պարոն Հակոբյան։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Բարի երեկո։ Բարի երեկո, ինչ լավ լուսավոր ու ջերմ է ձեր պավիլյոնը։ Կարծում եմ լույսն ու ջերմությունը ձեր սրտերից են գալիս։ Շնորհակալություն շատ բարի խոսքերի, ինչպես նաև մեր հրավերը ընդունելու համար։ Մեր այսօրվա թեման կինն է, որը միայնակ որոշել է դառնալ մայր։ Ինչպես եք դուք վերաբերվում։ Գիտեք, շատ հեշտ է կողքից առանց դիմացինի տառապանքը, ապրումները, ցավերը, ձգտումները, փափագները հասկանալու, զգալու, քննադատել, դատել, դատողություններ ներկայացնել, բայց
իմ որպես մարդ արժեքային համակարգը հիմնված է Աստվածաշնչի վրա։ Ես քրիստոնյա եմ եւ աշխատում եմ քրիստոնյա լինել ոչ միայն անունով 1700 տարվա պետականություն ընդունած, այլ քրիստոնյա լինել էությամբ։ Ես աշխատում եմ դա այդպես լինի։ Եվ քանի որ Աստծո խոսքն է, որ երկինք կանցնի, երկիր կանցնի, բայց իմ խոսքից ոչ մի բան չի անցնի, հազարամյակներով ապացուցված, որ ճիշտ է, ես իմ արժե համակարգով դասիրակված լինելով որպես քրիստոնյա գտնում եմ, որ դա ընդունելի չէ։ Ես էլ եմ քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հիմիկվանից ասեմ, որ այդպես ուրիշ տեղեր չեմ գնում, բայց քրիստոնեությունը ենթադրում է մարդու երջանկություն, ուղղակի ասում եմ մի շնացիր, այսինքն ուրիշի ամուսնուց երեխա մի ունեցիր, բայց ենթադրվում է, որ կինը, որը չի կարողացել գտել ինչ-ինչ պատճառներով իր կեսին, ունի սեփական երեխան ընդունելու հնարավորությունը եւ երկրորդ երևի թե պատճառն այն է, որ այդ նույն Աստծո կամոք կա զարգացած բժշկություն, որը արհեստական բեղմնավորում է անում, էլի չի շնանում, չի խաբում, չի սպանում եւ ընդհանրապես ունենում է երեխա, չի բաժանվում իր ամուսնուց, որ լինում է միայնակ, ոչ մի մեղք չի գործում, ընդհանրապես ինչ որ տարիքի հասնելով ուզում է իր ապագայում իրեն տեսնել իր երեխայի մոտ։ Հասկացա։ Ուրեմն յուրաքանչյուրս մեր խաչն ունենք տանելու, յուրաքանչյուրս մեր խաչն ունենք կրելու ի վերուստ նախատեսված եւ եթե կա որևէ կին, որևէ աղջիկ, որին չի բախտը նախատեսել ունենալ ընտանիք, երեխա, նրա համար նախատեսված է մեկ այլ բան, այդ դարձյալ Աստվածաշնչյան օրինակով բերեմ, կար հրաշալի մի աղջիկ, հրաշալի կին, Այցեմնիկ անունով, գործկառակելոցում է նկարագրում, որի ամբողջ կյանքի իմաստը մերձավորներին հասնելն է։ Ես գիտեմ հրաշալի կանանց աղջիկների, որոնք նպատակ ունեն իրենց եղբոր զավակներին, իրենց քրոջ զավակներին դաստիարակել, մեծացնել։ Եւ հակառակը բազում օրինակներ գիտեմ, երբ քույրը եղբորը, որ զավակ չի ունեցել կամ եղբայրը քրոջը, որ զավակ չի ունեցել, իր բազում մի քանի զավակներից մեկին տալիս է եւ որպես կանոն այդ երեխան երջանիկ չի լինում։ Մեծանալուց հետո խիստ նեղացած է, ես ճանաչում եմ նման մարդկանց, խիստ նեղացած է լինում, որ ինչու ինձ իմ գեներից կտրեցիք, տվեցիք իրան, ինչու եք արել այդ բանը։ Բայց գեները այդքան էլ չեն կտրվում, այնքան էլ չեն կտրվում, բայց որ լավ նայեք ինչ որտեղ կտրվում է։ Եվ ասեմ, որ նման ծնողների մոտ հիվանդագին սեր է լինում դեպի երեխան։ Բայց առանց դրա էլ հայ ծնողը միշտ այդպես հիվանդագին սեր է։ Դե հիվանդագին սիրուն ավելացրեք էլ ավելի հիվանդագին, վախերը ավելի շատ, իր սպասվածը, միացինը, որ հանկարծ ոտքը չսայթակի եւ այլն, կոմպլեքսները, բարդությունները ավելի շատ եւ նման սերը ավելի վնաս է տալիս, չնայած կան բացառություններ։ Ես գիտեմ, որ քիչ առաջ դուք հյուր ունեիք, որը նման բովի միջով է անցել, փառք Աստծո համարեն բացառություն։ Ինչու՞։ Կան դեպքեր, որ երբ նախատեսված է եղել, Աստվածաշնչով եմ նորից ասում, նախատեսված է եղել, որ սա այսպիսի ճակատագիր է ունենալու։ Այո, մարդ երբ իմանա դա ճակատագիրն է, թե ոչ։ Երբեք չես իմանում։ Ես հիմա ասեմ այս օրինակը, Գաբես անունով Աստվածաշնչյան հերոս կա։ Գաբես նշանակում է ցավ, սովորաբար ում անունը ինչպես տրվում էր, այդպես էլ ճակատագիրն է նախատեսվում։ Այս Գաբեսը իր աղոթքի մեջ այնքան նախանձավոր է լինում, որ աղոթքի մեջ ախ Աստված իմ, եթե իմ սահմանները դու մեծացնես եւ այլն, պայքարում է իր նախատեսված ճակատագրի մեջ, ճակատագրի դեմ եւ հաջողության հասնում։ Նույնը Հակոբը։ Հակոբ, որ նշանակում էր խաբեբա եւ ստախոս, այնպես պայքարեց Աստծո հետ, հա, որ կարողացավ Հակոբից դառնալ օրհտնաբեր կերպար։ Աստված ասեց՝ դու պայքարեցիր ինձ հետ եւ հաղթեցիր։ Պարոն Հակոբյան, ձեր Աստվածից դուք անընդհատ ուղղորդում եք Աստվածաշնչին, բայց չէ որ Աստված մարդուն նաև տվել է ընտրելու իրավունք։ Այսինքն ճակատագիրը ես չգիտեմ, եւ նույնիսկ ձեր ասածների մեջ արդեն նույնիսկ իմ մոտ առաջացավ այն տպավորությունը, որ դուք նաև ճակատագրապաշտ եք, այսինքն մեկի ճակատին ինչ որ գրած է, նա պիտի համակերպվի եւ ընդունի այն, ինչ թվում է թե իրեն տրված է, իսկ ով գիտե թե ինչ է գրած այդ ճակատին գրված է ինչ է։
Ես նույնպես առաքելական եկեղեցու հավատավոր եմ, ընդունում եմ 10 պատվիրանները, ոչ թե որպես գրված այլ հոգով, փորձում եմ գոնե, բայց ես նաև մի բան գիտեմ, որ ես ընտրելու իրավունք ունեմ։ Մարդուն տրված, ի վերջո դժոխքից ինչու արտաքսվեց։ Մարդը իր ընտրության իրավունքը նվաճեց։ Դուք չեք գոնե այս տեսանկյունից ընդունում, որ նման կանայք, բացի նրանից, որ Աստվածաշնչյան ինչ-ինչ պատվիրաններ կան, կա նաև մարդուն տրված իրավունքի ընտրելու իրավունքը։ Այո, բայց ով ասաց, որ այն կինը, որ հիմա կոչվում է միայնակ կին, այդ ճակատագիրն է իրան տրված։ Այսօրվա մեր հաղորդումից հետո կարող է մի փոքր ձեր կարծիքը փոխվի։ Միայնակ կանանց հարցով ես հստակ կարծիք ունեմ, որ նա միայնակ չի գուցե կա ինչ-որ մեկը, որ իր համար պահված է։ Դուք հույս ունեք։ Ես հույս ունեմ եւ իմ սրտի ցանկությունն է, որ գտնեն ընտանիք։ Եւ 70 տարեկանում գտնում է այդ իր փնտրածը։ Այո, ծերանոցում անգամ նման դեպքեր կան։ Երբեք ուշ չէ։ Այո, իհարկե։ Պարոն Հակոբյան, շատ շնորհակալություն հետաքրքիր տեսակետի համար։ Ի վերջո, սիրելիներս, ունենալ երեխա թե ոչ, դա ձեր ընտրությունն է եւ ցանկալի է, որպեսզի միշտ ուղղորդվի սիրով, քրիստոնեական սիրով, նոր կտակարանային սիրով եւ երբեք չլինի կտակարանի պատվիրաններից դուրս։ Ամեն դեպքում շնորհակալ ենք, որ մենք լսեցինք տաղավարում նաեւ ուրիշ կարծիք։ Նաև թույլ տվեք խոսքս ամփոփել առիթից օգտվելով, նման առիթ ես երբ կընձեռնվի։ Թումանյանի խոսքերով եմ ուզում խոսքս ամփոփել ու ավելի գլոբալ հարց։ Թումանյանն ասում է, մենք ներսից ենք փչացած, ներսից պիտի բժշկվենք։ Իսկ ներսից բժշկվելու ճանապարհը անոնով քրիստոնյա չլինելն է, էությամբ քրիստոնյա լինելը։ Այս հարցերը շղթայակապ իրար հետ գնում են։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ բարի եթեր։ Եվ այսպես սիրելիներս, ունենալ երեխա թե ոչ, դա ձեր ընտրությունն է, հետևեք ընտրությունը կատարելիս ձեր սրտի ձայնին եւ պատասխան տվեք հետագայում ձեր սեփական քայլերի համար։ Իսկ եթե դուք ուզում եք որոշել մանրամասներ ապագա երեխայի սեռի, մազերի գույնի, աչքերի գույնի համար, հավատացեք, որ գիտությունը բավականաչափ զարգացած է եւ մանրամասներ դիտեք մեր հաջորդ տեսանյութում։ Հաստ շուրթեր, կապույտ աչքեր, բարձր հասակ եւ շեկ վարսեր։ Այս ամենն ունենալու միակ տարբերակը հավատացեք Photoshop-ը չէ։ Սրանք չափանիշներ են, որ կարող է ունենալ ձեր երեխան, եթե իհարկե դուք ընտրել եք արհեստական բեղմնավորման ճանապարհը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր սեռական եւ վերարտադրողական կյանքը։ Դե եթե զույգ ունի, իմ կարծիքով դասական։ Եթե կյանքը չի դասավորվել ու չի գտել իր երկրորդ կեսին, շատ նորմալ տարբերակ է։ Ինչ ճանապարհ ուզում լինի, մենակ ունենա։ Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելիս երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում։ Ձեր երեխան հնարավոր է երբեք էլ չհարցնի, թե ինչու են նրա վարսերը շեկ, իսկ աչքերը կապույտ, բայց հայրիկի մասին հարցեր դուք անպայման կլսեք։ Երեխաները կհարցնեն, որտեղից են, բա իմ հայրիկը ուր է, ես ինչու հայրիկ չունեմ։ Դու փորձում ես փոխարինել եւ հայրիկին եւ լինել մայր։ Երեխային պետք է բացատրել, որ այն ընտանիքը, որտեղ հայրիկ չկա, սա եւս ընտանիք է։ Ես նայում եմ Ալեքսին, ես հասկանում եմ, որ նա ապրում է լիարժեք կյանքով։ Ենթադրում եմ, որ դժվարությունները կան միշտ, լինեն ծնողները միայնակ, թե լինի ամբողջական ընտանիք։ Կարող են ոչ լիարժեք ընտանիքներում մեծանալ լիարժեք, ինքնավստահ, ուժեղ եւ վճռական երեխաներ։ Նիդերլանդներում դոնոր տղամարդիկ շատ հաճախ կապ են պաշտպանում իրենց երեխաների հետ, իսկ կանայք երջանիկ են, որ կրում են այդ տղամարդու սերունդը։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Երկկողմանի համաձայնությամբ այստեղ նախընտրելի տարբերակը միմյանց չճանաչելու սկզբունքն է։ Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի մարդիկ ընդունեին միայնակ երեխա ունենալու գաղափարը։ Տարեցտարի այս երևույթը լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, իսկ պատճառների մասին հնչում են տարբեր վարկածներ։ Դրանցից մեկը տղամարդկանց անպտղության դեպքերի շատացումն է, մյուսը կյանքի ռիթմը, բայց գլխավոր պատճառը մեկն է։ Յուրաքանչյուր կին, թե ֆիզիկապես, թե հոգեպես, կարիք ունի մայրանալու։ Աղջիկներ, կարծում եմ արդեն ժամանակն է, որ հավաքվենք եւ վերջին հյուրին դիմավորենք միասին։ Եկանք։ Արևիկից դու ուտելու բան ունես, հյուրասիրելու։ Ես թեյ ունեմ։ Դե լավ, բավարարվենք թեյով։ Քչով բավարարվեք։ Սա էլ բան չէ։
Մեր մեջ ասած սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր խոսում ենք մի թեմայի մասին, որը շատ կանանց անհանգստացնում է երեխա ունենալ, թե ոչ, եթե միայնակ ես։ Եվ տարբեր կարծիքներ լսեցինք, դիտեցինք տեսանյութեր, կարծում ժամանակն է, որպեսզի արդեն դիմավորենք վերջին հյուրին։ Ով է լինելու այսօր տաղավարում։ Ես սիրով ուզում եմ հրավիրել մեր վերջին հյուրին, բժշկի բազմաշնորհ, որովհետև նաև կոմպոզիտոր է, հայրենասեր, որովհետև օտար ափերում բժշկի աշխատանքը թողածն ավերադարձել է Հայաստան, Fertility Center մարդու պտղաբերության ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին։ Խնդրեմ, պարոն Համբարձումյան։ Բարի Շատ շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես ուզում եմ հենց սկսել առաջին հարցից։ Կնոջ համար ո՞րն է ամենահարմար տարիքը ծննդաբերելու։ Կա այդպիսի տարիք, երբ լավագույնն է եւ առողջական։ Այո, 23-ից 28 տարեկանները օպտիմալ են համարվում, 21-ից 30, գուցե որոշ ապահովներով ասած 35-ը ոչ պակաս օպտիմալ, բայց լավագույն տարիները դրանք ուրեմն իսկ 35-ից բարձր առաջի երեխայի մասին է, երկրորդը այսինքն տարիքային կարող է իրեն միանգամից իր համար անհանգստացնել։ Երկրորդը կարող եք սպասել մի քանի տարի, մինչև 5 տարի, բայց խորհուրդ չի տրվում շատ երկար սպասել, որտեղ այսպես թե այնպես 30-ից անց երբեմն բարդություններ են լինում եւ հղիանալու համար եւ հղիացած կանանց բարդությունները մի փոքր տոկոսը ավելանում։ Եթե կարելի է ուրեմն զգուշանալ։ Շատ են կանայք, որ ցանկանում են երեխա ունենալ, բայց չունեն ամուսին։ Գիտեք ինչ, ես վախենում եմ, որ ստույգ տվյալներ վիճակագրական չկան, հատկապես Հայաստանում, բայց այս խնդիրը ամբողջ աշխարհում խնդրեմ է։ Օրինակ Ռուսաստանում տվյալներ կան, որ 30-ից 35 տարեկան կանանց 35%-ը, 1/3-ը զույգեր չունեն, ոչ ամուսին, ոչ ընկերներ։ Ու քսա քանի գնա շանսերը քչանում են բնականաբար, բոլոր դեպքերում երեխա ունենալու, ոչ թե զույգ ընկեր գտնելու, եւ այդ 30% կանայք ոչ թե ինչ-որ անհաջողակ են, աշխատանք չունեն կամ ինչ-որ ֆիզիկապես ուղղակի չեն կարողանում հարմարվեն։ Բախտը փակվել է։ Այո, չեն գտնում իրենց հարմար զույգին շատ հարցերում։ Եվ մեր տեսանկյունից որ նայում ենք, չնայած նրանք կարող են եւ 40 եւ 50 եւ 60 տարեկան ասենք իրենց զուգընկեր ճարել, բայց հարցը եթե վերարտադրողական բժշկության մասին է երեխա ունենալու, ասենք մենք հորդորում ենք, որ այս հարցերին ավելի շուտ դիմեն, մինչև 38, մինչև 40 տարեկան։ Բայց օրինակ ասում են, որ չգիտեմ, այդպես բան եմ լսել, որ ավելի տարիքով ծննդաբերած կանանց երեխաները շատ ավելի խելացի են լինում, այդպիսի վիճակագրություն։ Օրինակ ես։ Մամա այդքան մեծ չէր, ես չգիտեմ ոնց պատասխանել։ Նման իհարկե հետազոտություններ կան, շատ գրեցին ԶԼՄ-ները դրա մասին, բայց այդպես ապացուցողական բժշկության մեջ այդ տվյալները դեռ չկան, ասենք հա, որոշ չափով իհարկե։ Պարոն Համբարձումյան, վերջի երբ որ կանայք դիմում են այդ քայլին եւ ցանկանում են արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալ, մտերիմները, ընտանիքի անդամները նրանց հիմնականում աջակցում են, թե ունենում են խնդիրներ։ Նախ սկսենք նրանից, որ առաջի խնդիրը կնոջ մոտ է, հենց իրեն մոտ է, ասինքն նա երբ հաղթահարեց ինքնին։ Այո, այստեղ է որ պետք է եւ դուք միասին մենք բոլորս, որտեղ տարիներ շարունակ մենք էլ ենք մեր ասոցիացիայի շրջանակներում կենտրոնի անդադ հորդորել կանանց, որպեսզի շատ մի ձգեք, որտեղ գալիս են 50 տարեկան, 45, 60 տարեկան կին ունեմ, ես որ գալիս է, դե ուշ ենք սկսել, բայց լսել ենք հրաշքներ են գործում այսօր այս 60, այո։ Այսինքն խնդիրը նրանում է, որ օբյեկտիվ ճիշտ պատկերացում չունեն, կարծում են, թե որ հիմա ասենք, թե BBC-ով կամ CNN-ով լսեցին ինչ-որ միտեղ Հնդկաստանում, որ սկի ասենք, չգիտեն, թե կին ով էր, երբ է իսկապես ծնվել, երեխա է ունեցել արհեստական մեթոդներով, շատ մանրամասնությունները չհասկանալով, կարծում են, թե հիմա ուրեմն եթե արհեստական մեթոդներ կան, այսօր Հայաստանում գործում են, գիտեք, վերարտադրական բժշկությունը բարեբախտաբար շատ վերելք է ապրում, որ մեր հնարավորությունները անսահմանափակ են։ Ոչ, մեր հնարավորությունները սահմանափակ են, մինչև 41 տարեկան մենք հորդորում։ Հարեց եկավ, հետո ընտանիքի անդամները, ընկերները աջակցում են, թե խնդիրներ կան։ Այստեղ երկու տեսակի դեպքեր ենք մենք միշտ հանդիպում, երբ որ միայն թե ոչ ոք չիմանա, նույնիսկ ծնողները, այսինքն կինը որոշել է եւ ինքն է, դա մեծ գաղտնիք է իր կյանքում։ Լավ, այսպեսի մի բան, այսինքն մենք հասարակությունում ունենք խնդիր եւ ավելի ցանկալի է, որ իմանա ծանոթ մեկից է երեխան եւ ոչ արհեստական բեղմնավորում, հա? Որովհետեւ երեխան ծնվել է մի ձև պետք է ինչ-որ ստեղծել։ Ինչ-որ միշտ վարկած կրոջ մոտ լինում է բնականաբար ումից է, ինչ է, ոնց է եւ այլն։
բնականաբար օտից չեկավ, ասենք։ Երբեմն եւ ասում են, որ ասենք դե ասելու հարցն է հենց ում ես ասում եւ ով քեզ ասենք թե կարող է իսկապես աթարի, իսկ ով ընդհակառակը։ Այսինքն այս հարցերի շուրջը ցավոք սրտի կանայք ոչ թե իրենք մտածում են իրենց ապագայի երջանկության մասին, հայ կանանց մասին է, որտեղ արտասահմանում այդպես չէ։ Այնտեղ արդեն փոխված է հարաբերությունները, անձը իր կարիքը, իր երջանկության ձգտումը առաջնահերթ է։ Սա է կոնստիտուցիայում Ամերիկայի գրած է, չէ՞ որ դա է մեր առաջին խնդիրը մարդու։ Մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ մեր դասական կինոյի նման համայնքը չի ընդունել։ Համայնքը ինչ կասենք, առաջի հերթին նրանք մտածում են թե ի շրջապատ։ Իրականում շրջապատին այդքան էլ հետաքրքիր չի։ Կարող է սուրճ խմելուց ինչ որ մի տատիկ, պապիկ կողքից մի կարծիք ասի։ Այո, Սիրանուշտատիկի կարծիքը կարևոր չի։ Երեխա կասի, չնենա երեխա էլի կասի կհեղիանա։ Սենց տնից խոսալ է։ Սաղը ինքը կասի։ Այո, գործ չունի, իհարկե, ասենք դա խնդիր է։ Բայց բոլոր դեպքերում պետք է կանայք մտածեն իրենց մասին, իրենց ապագայի մասին։ Մենք որպես հասարակություն եւ բժիշկներս եւ ընդհանրապես հասարակություն ամբողջ պետք է ուղղակի ամեն ինչ անի, որպեսզի օգնի այս կանանց շրջապատենք ավելի բարյացակամ մթնոլորտով վերաբերմունքը լինի պատշաճ, որտեղ սա մեր ազգային շահերից էլ է բխում։ Մենք այսքան ուզում ենք, որ մեր ազգը, գիտեք, շատ փոքրիկ է, առանց այդ շատ լավ չենք աճում։ Այս հարցերով մենք շատ դեռ հետ ենք, ինչքան էլ որ աշխատում ենք ուրեմն հասնել։ Եվ այդ կանայք պոտենցիալ, որոնք գրեթե գիտեք բոլորին, որ ստատիստիկորեն հարցնենք, մի կին է մեկ մայր տունը եւ պահում է եւ իր կյանքը պետք է այդպես անցկացնի, վերջում էլ իրեն ով է պահելու արդեն հարց բարձ չի։ Այսինքն սա իրականում շատ սխալ ճանապարհ է, որ կանայք երբեմն հասարակության այսպես ասած բաղադրիչ է։ ժառանգար է։ Այո, կանայք պետք է գնան այդ քայլերը։ Եկեք միայնակ Մարիանին ֆինանսական օգնություն հասնում է։ Հասնում է։ Իրենք կարող են այդ դրա հույսով էլ ունենալ։ Շատ մեծ գումար է, լավ ոտի են կանգնացնում երեխային, ինչեւ վերջ։ Ես գիտեի որ հասնում։ Իսկ ես ուրիշ հարց եմ ուզում տալ, մինչև ձեր հետ հանդիպելը մեզ բախտ վիճակվեց, թեկուս հպանցիկ, բայց ծանոթանալ ձեր մի քանի գրքերի հետ եւ ճիշտն ասած նախ շնորհավորում եմ, ինձ համար հայտնություն էր։ Գիտեք ինչ, ոչ միայն որ գրված է այնտեղ կա եւ գեղագիտական հայացք եւ գրական ինչ-ինչ արկայծումներ կարող եմ ասել, ես այդտեղ նկատեցի, որ դուք շատ գիտակ եք կին տղամարդ փոխհարաբերություններին։ Բնական է դա ձեր մասնագիտությունից էլ է գալիս, բայց ես նաև մտածեցի, որ այն կանայք, ովքեր գալիս են եւ գալիս են հիմնականում իրենց խնդիրներով, հաճախ ինչ-ինչ խոչընդոտներ հաղթահարելով առաջին հերթին իրենց մեջ, հետո շրջապատի, ես մտածեցի, որ այդ կանայք բախտը բերել է գոնե մի հարցում, որ նման կանացի էությունը, հոգեբանությունը հասկացող նուրբ մասնագետի եւ տղամարդու հետ նրանք գործ կունենան որպես մասնագետ։ Սա ընդունեք բոլորիս կարծիքը։ Ես հարց էի սպասում, բայց սկսեցի որպես հարց, բայց հասկացա, որ ես ձեր ասածից հիշեցի, որ երբ նախնական հանդիպումների ժամանակ պարոն Համբարձումյանին հանդիպել եմ եւ հասկացել եմ, որ յուրաքանչյուր կնոջ հանդեպ այնքան ուշադրությամբ են լինում եւ ես դա եմ ուզում ասել, լինում է մի կողմից դուք լավ բաներ եք ասում, տրամադրում եք, պետք է դիմես այդ քայլի, բան մյուս կողմից հակառակը, հա, ոնց որպես թշնամի են ձեզ դիտարկում այն մարդիկ, ովքեր դեմ են, որ կինը ունենա երեխա։ Մեզ դրան չէ, մեր շրջապատում, ասենք ով պետք է դրան դեմ լինի։ Երեխա ունեցողների շրջապատում։ Չէ, բայց չէ որ հանդիպում է բժշկետ, հանդիպում է միայն կինը, որը դրա կողմնակիցն է շրջապատում։ Գիտեք, եթե հիշում եք առաջի տարիներին, որ ես սկսեցի մի քիչ ակտիվ ձեր ԶԼՄ-ների հետ աշխատել եւ սա եւ որոշ չափով իմ կարծիքով օգնեց, որպեսզի հասարակական կարծիքը, որտեղ առաջի տարիներին մենք այս միայնակ կանանց չէինք հանդիպում։ Հիմա արդեն գրեթե ամիս չկա, որ մեկը մեզ չդիմի, այսինքն իսկապես ինչ որ ուրեմն համարձակություն է, բայց եթե հիշում եք, ես անընդհատ կրկնում էի, որ գաք առանց կեսուրների։ Ես կեսուր չեմ ուտում։ Ուրեմն այս խնդիրը եւ նմանապես, որտեղ ոչ թե որ վատ մարդիկ են, ուղղակի մի տարբեր սերունդեր, տարբեր կարծիքներով մենք հիմա նոր ենք ուզում արդեն այդ։ Սա պետք է կինը վերջապես հասկանա, որ իր ճակատագիրը, իր ձեռքերի մեջ է, որ իրեն օգնողներ կան, որ հասարակություն ընդհանրապես փոխված է ամբողջ աշխարհում եւ ասենք մի փոքրիկ շրջապատին պետք է։ Կեսուրների հետ ինչ վիճակ է լինում։ Մի երկու դեպք հիշեք էլի։ Շատ բարեհամբույր ընդունում ենք եւ հետո խնդրում ենք սպասել դուրս, որ մենք մեր հարցերը լուծենք։ Բայց ինչու են խանգարում ձեզ։ Ինձ չեն կարող ինձ խանգարել, որտեվ ես ուղղակի աչքերից, հայացքից, հարաբերություններից զգում եմ հետագայում։ Ես դրա համար ասացի, որ այ որ կարդաք պարոն Համբարձումյանի գրքերը կհասկանաք, որ բացի մասնագետից այդ կանայք գործ ունեն հոգեբանի հետ։
որպես օրենք, եթե ժամանակ տրամադրես, մի քիչ պատկերացնես խնդիրը սկզբից եւ մոտեցումներ ճիշտ ցույց տաս, լսում են, նույն կիսուրներն էլ են համոզում, ասենք այնպես չէ, որ եկել են մարտնչեն, որ մենք երեխա չունենանք, չգիտեմ, չէ, եկել են որ ունենան երեխա հարցը լուծել, այսինքն այսպես իհարկե ուզում են, այսինքն այդպես չի, ես մի քիչ չափազանցրած եմ ասում, որտեղ լինում են եւ հատկապես շրջաններից իսկապես ասենք իրենց դրոշակը ձեռքին գալիս են քո հետ պատերազմել, բայց ինչի համար, երբ որ ես պրակտիկոն իրանց կողմից այո, բոլոր ամեն ինչ զոհաբերեն, բայց իրենց ասածը անեն, նույնիսկ երբ որ հենց տղայի մոտ է խնդիրը լինում, ասենք այնպեսի զավեշտալի սիտուացիաներ են լինում, որ չես էլ հասկանում ոնց մոտենաս լավ բացատրես, որ չէ, այստեղ խնդիրը նույնիսկ քո հարցի մեջ չէ, եւ հակառակն է, եւ ուղղակի պետք է բոլորս աշխատենք հարցի որևէ լուծում տալ։ Այսօր վերարտադրողական բժշկությունը լուծման տարբեր ձևեր ունի, բարեբախտաբար։ Կապը պահում եք փոքրիկների հետ, որոնք ստեղծվել են։ Այո, մեր եթե ոչ միակ երջանկությունը մեր այս տաժանակիր աշխատանքի մեջ, երբ որ գալիս են մայրերը երեխաների հետ, ես վերջերս մենք կազմակերպեցինք մեզ մոտ հենց baby party, այո, կազմակերպեցինք երեխաները, եւ ուղղակի մի հրաշքեր, այդքան երեխաների շատերին դες քիչ ենք պատկասնում։ Միջև դե 1-2 տարեկան, ասեմ, վերջերս ծնվածները, հա, վերջերս ծնված, թե չէ, որ շատ հիմնական չեն կարծում, բայց երեխաների կանաչ։ Մեր հյուրերից մեկը Իրինայի հյուրն էր, DJ վակցինաներ եւ հարց եղավ, որ երբ որ փոքրիկը արդեն հարց տա, բա ուր է հայրիկս։ Այ ինչ են հիմնականում կանայք պատասխանում նման դեպքերում։ Դեք ինձ թվում է DJ վակցինային, որին ես ուղղակի շնորհավորում եմ, դեռ ես վաղուց գիտեի այդ որոշման մասին եւ նա իսկապես այդ մեր հենց այդ պիոներներից է այդ հարցում, որովհետեւ ինքը լինելով ասենք երևացող հայտնի դեմք, ասենք կարող է այդ հարցը ուղղակի ոնց ասեմ, վերցնել այո, ասենք այո, ջարդել է, նա ինքը արդեն իրանով արդեն արել է ու շատ ողջունելի մի քայլ է կատարվել։ Նա ինքը ժամանակը որ գա կասի երեխային ինչ է պետք։ Գիտեք ինչ, հիմա մեր 30 եկեք չթաքցնենք, 40%-ը միջև բնակչության կանայք արդեն բաժանված են, երբ որ երեխաները աղտաղա լինի, աղջիկ սկսում է լուրջ հարցեր տալ։ Պապա ինչի բաժանվեցի, ինչ եղավ, ավելի վատ դժվար պատասխանները առաջ են կանգնում, հատկապես եթե այն կողմից էլ կարծիք կլինի, որ կարող է եւ օբյեկտիվ չլինի, մամա, ասենք պատասխաններ կան, պատասխաններ շատ կան։ Եթե կինը արդեն որոշել է եւ այդ քայլին գնացել է, նա հենց ժամանակը գա, նույն իր այս քայլին համապատասխան եւ համարժեք պատասխանը կգտնի իր զավակին։ Դեք օգուտ նման քայլերի մի փոքրիկ բան էլ ասեմ, օրինակի համար կան աշխատանքներ հոգեբանական, որ հետագայում կանայք, միայնակ կանանց մասին է խոսքը, որոնք բաժանվել են երեխա ունեն եւ նորից են ուզում ամուսնանալ եւ որոնք ուղղակի նման ուրեմն ձևով երեխա են ունեցել առանց ամուսին, առանց տղամարդ։ Հաջորդ տղամարդը, որ կարող է հայտնվել իրենց կյանքում, ավելի հեշտ է ընդունում այդ երեխայի, ավելի հեշտ է կազմում, որտեղ ուղղակի երեխայի երանգյունու խնդիր չկա։ Այո, չկա ինչ որ մեկը, որ կարող է անդադ եւ հոգեբանորեն ճնշել ազդել, հիմա այդ մարդը որտեղ ինչ անում կամ չկա եւ այդ մարդու ազդեցությունը։ Ասպասելի մի տեսանկյուն։ Այսինքն այս տեսանկյունը կա, որը իօգուտ խոսում է։ Ստատիկի խոսակցությունը արդեն իօգուտ է, էլի փաստորեն, այո։ Պարոն Ամբարձման, վերջին ձեր ստեղծագործությունը երաշտական շատ մեծ հաջողություն ունեցավ։ Մեր օպերայի մենապարուհիներից մեկը այնտեղ փայլեց։ Ուզում եմ որ մի քիչ էլ ձեր աշխատանքի այս թեմայով պատմեք։ Երազ։ Եվ որ ժամանակից եք գրում, ինչու դարակ բժիշկ, ինչի չդարակ։ Նախ մեկը չէր փայլում այնտեղ Ռուբեն Մուրադյանը կար, այո, մնացածներ բոլոր այդ փոքրիկներն էլ էին այնտեղ, այո։ Իսկապես ինձ համար գիտեք, երբ որ կանայք գալիս են ասում են սա իմ երազներ, իրականացավ սա իմ երազներ, երեխա ունենալը, սա էլ իմ երազներ, որովհետև իրականում ես այդքան հեռու երբեք չէի գնում իմ երազանքների մեջ, որ կարող եմ մի օր բեմար դրվի, անել օպերայի դահլիճում, միջև այդ Սնդուկյանում էր, որ այդքան դահլիճը լիքը եւ ուղղակի մարդիկ մոտենում էին ինչ որ ջերմ խոսքեր էին ասում, իհարկե շնշուշոտ վիճակում ես լինում, ես սովոր չեմ ասում կբեմին, այո, նման դեպքեր, մենք բժիշկները սիրում ենք փակ կաբինետի հետ մեջ, այսինքն ամբողջ հարցերը բոլոր լուծել։ Սա մի մեծ հետաքրքիր ինձ համար ասպարեզ էր, ես ամբողջ կյանքումս նվագել եմ, սովորել եմ եւ երաժշտությունը ուղեկցել է ինձ խնդիրը, դրանից չէ ուղղակի։ Միշտ ստեղծագործել եմ, բայց ինքս ինձ համար, դա այս վերջի տարիների գրքից եկած որոշ երևի թե ուղղակի ինչ որ պահանջ ծնվեց, հետո գիտեք որ տեսնում ես օրինակ օպերայի մեր դահլիճը փակ էր 2 տարի։ Ուղղակի այդ ժողովուրդը տաղանդավոր անձնավորություն դա ով ուզում է լինի կսկսի մարել եւ տաղանդը եւ հունակությունները եւ այլն։ Եվ այնպես կյանքը դասավորեց որ մենք հանդիպեցինք Ժակլին Սարխոշյանի հետ պատահական եւ
ծրագրերը կային, դիսկը արդեն դուրս էր եկել, CD-ն արդեն լսել էր եւ սիրահարվել երաժշտության վրա եւ որպես բալետ արդեն տեսնում էր։ Իր մտահղացումն էր, որ սա բալետ պետք է լինի։ Ես ինքս այդքան երկար չեմ մտածի, սա բալետային երաժշտությունը դիսկը ամբողջ գրված, պատրաստ, մի քանի կտորներ ավելացրեցինք, իհարկե խորեոգրաֆիային, որպես լիբրետոին համա, ուրեմն հունչ դառնա։ Եվ ուղղակի հույս ունեմ, որ այս տստելիկը կապրի շատ դրական արձագանքներ էր եւ հիանալի երաժշտություն ջերմացնող հոգիներ ու սրտեր, ինչպես նաեւ ձեր աշխատանքը։ Շնորհակալություն, շատ հաճելի է լսել։ Շնորհակալություն։ Իսկ առավ ինչ որ մի տեսակ ոնց որ ինձ։ Այսօր ձեր մեծարման երեկոներ Մենք ինչ որ մենք ավելի շատ սոցիալական այդ կանանց համար։ Մենք խոսեցինք սոցիալական կանանց համար, իմացա։ Սա կյանքն է, իր բոլոր դրսևորումներով։ Եվ Սա մեր ծրագիրն է։ Այո։ Բոլոր ձեր գործերին հաջողություն ենք մաղթում եւ շնորհակալություն, որ եկաք ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք մեզ, հուսանք, որ ինչ որ մեկին կամ գուցե շատերին օգտակար եղավ այս տեղեկատվությունը։ Այն երջանկությունը, որ տալիս է երեխան, չես փոխարինի ոչ մի բանի հետ, եւ եթե դուք դեռ չեք կողմնորոշվել ունենալ երեխա, թե ոչ, մի պահ կանգ առեք եւ լսեք ձեր սրտին։ Երեխա ունենալ թե ոչ, որդեգրել թե ոչ, ամուսնանալ թե չամուսնանալ, հարևանից թե մոտ ընկերոջից, թե գուցե արհեստական միջամտությամբ, այս բոլոր հարցերի պատասխաններ դուք պետք է անեք ինքնուրույն, կատարեք ինքնուրույն եւ հետևեք ոչ թե հարևան սիրուն շտատիկի խոսքերին կամ հասարակական կարծիքին, բայց արդեն մտերիմ ասենք, Սիրանուշ ենք սկզբում ասենք, մի օր հյուր է գալու։ այլ սիրելիներս հետևեք միայն ձեր սրտի ձայնին եւ ինչ անում եք անեք, արեք իհարկե մեծ սիրով։ Յուրաքանչյուր երեխայի համար լավագույն տարբերակը լիարժեք ընտանիքն է, բայց կյանքը հաճախ այլ կանոններ է թելադրում։ Եվ եթե դուք միայնակ եք եւ չգիտեք երեխա ունենալ թե ոչ, կարծում եմ իրոք որ ինչպես Իրինան ասաց, պետք է լսել սրտին եւ այն որ դուք չեք գտել ձեր կյանքի երկրորդ կեսին, դա չի նշանակում, որ դուք չեք կարող զգալ մայրանալու բերկրանքը։ Մեզ տրված կյանքը ապրում ենք ճակատագրով, բայց նաև մեր ընտրությամբ։ Մեզ ի վերուստ է տրված երջանկության հասնելու ձգտումը։ Սիրելի կանայք, եթե ձեր երջանկության համար պակասում է ձեր բալիկի ժպիտը, ես միայն մի բան կարող եմ ձեզ խորհուրդ տալ. եղեք երջանիկ։